Սայլուտներ են, գիտեմ ինչի կապակցությամբ է, այն դիմացը բառից է, ավելի երկար եղել։ Now, we can see that thing coming up, right? Վերջ թե լգա։ No, done. Բայց շատ բարձր չի գնում, բայց փոքր է։ Let's go over our house. The fifth floor. Առավոտ ընկերներ ջան, ինչպես է։ Առավոտ եմ ասում, բայց մեր մոտ արդեն 3:30-ն անցել է, 3:32 տենց է, օրվա մեծ մասը անցել է։ Ինչին սենց փակել ես մարդիկիս դարպասը, նոր այսօր մեր մոտ արևը դուրս եկավ, մինչև այդ նենց է մրսում, ամբողջ օրը մրսել եմ, սենց լինում է, չէ, օրեր, որ չես հասկանում ինչի հետ է կապված, բայց մրսում ես, ոնց որ թե սոված չի, հաց կերել էի, նախաճաշել էի, բայց ցուրտը մեր մեջից չէր անցնում, մինչև այս արևը դուրս եկավ։ Հիմա ասում եմ ինչ լավ է, որ սենց արև է մեր մոտ։ Բելգիայում շարունակում եմ ուսումնասիրել եղանակային պայմանները ու ասում եմ Աստված ջան, շնորհակալ եմ քեզ, որ ոնց որ չստացվեց մեր գնալը դեկտեմբեր ամսին, ասում էի, չէ, դեկտեմբերին գնանք Ալեքսի դպրոցի հետ կապված մի քանի տեղ զանգեցի, հետո որ չկարողացա երեխուն մոտ դպրոց տեղավորեմ, հասկացա, որ ավելի լավ է մնա երեխան ստեղ ավարտի առաջին դասարանը ու դա լավագույն որոշումն էր, որովհետև այդ ցուրտը այնտեղի ես չէի կարա տանել, ստեղ նայ արևի տակ, սիրուն արև լավ օրեր, այնտեղ գնայ հասնեի -2-ին, նույնիսկ մի քիչ ավելի շատ էր մեկ անում։ Մի խոսքով Աստված մեր հետ էր։ Այտենց է, չէ, ասում են, мы предполагаем, Бог располагает։ Միշտ եմ ես այս արդեն 3-8-րդ ամիսն է, որ մենք այստեղ ենք, պատկերացնում եք 8 ամիս անցավ ու ես արդեն մի ամիս կա, ավելի ճիշտ գոհից վերադառնալուց հետո մի ամիս էլ չկա, էլի պետք է խոստովանեմ, որ վերջապես ես սովորեցի Հնդկաստանի կյանքին, հանգիստ կարող եմ այստեղ ապրել եւս 2-3 տարի, այսինքն ինչքան որ անհրաժեշտ լինի Ջեսի աշխատանքի բերումով, վերջապես սովորեցի ուտելիքներին, ինչ շատ օգնեց Գոայում ես հոգու խաղաղություն ձեռք բերեցի, ինքերներ շատ լավ որոշում եք, որ ոչ միտը հենց այդ ծովը ոնց որ հանգստություն բերեց ինձ, հետ եկանք ես արևը իրագործը արեց, որ տեսնում ես ուրիշ երկրներում ցուրտ աբան, ասում ես ինչ լավ է քո մոտ արևը, սովորեցի այստեղ ուտելիքներին, խանութներում այլևս չեմ փնտրում այն ուտելիքները, որոնք որ չկան, անիմաստ է գնալ, փնտրել, տրտնջալ, որ այս ինչ չկա, այն ինչ չկա, սովորեցի այստեղ ուտելիքներին ու այն ինչը որ սարքում եմ, լովին բավականացնում է, ես ինքնաթիռ իսկ մրգերը ու բանջարեղենը, որ արդեն ոնց որ շատացել է, լրիվ ամեն ինչի տեղը փակում է, սովորեցի ընկերներ, վերջապես ես հիմա կարող եմ հայտարարել, որ Հնդկաստանի կյանքին մի քիչ դժվար սովորեցի, իհարկե այն լաքշրի կյանքին ավելի հեշտ է սովորում, օրինակ եւ թե տեղափոխվում ես մի երկիր, որտեղ ամեն ինչ կա, ամեն ինչ լուքս է, սիրուն է եւ այլն, այդ ձև կյանքին հեշտ ես ավելի սովորում, բայց որտեղ որ մի քիչ դժվարությունները շատ են, այսինքն սովորական քո կյանքից մի քիչ ավելի քիչ է այդ լուքսը, ավելի հնարավորությունները ավելի քիչ են, բնականաբար սկսում ես մտովի, ուզես չուզես համեմատություններ ես անում ու դժվար է, մի քիչ դժվար տևեց ադապտացիոն շրջանը, բայց դե գոհ եմ, երջանիկ եմ, հանգստություն է այն մեջ, լավ է, ամեն ինչ լավ է, փառք Աստծո։ Այսօր նաև խոսում եմ իմ ընկերներից մեկի հետ, ասում եմ ոնց է, այդտեղ Բելգիայի ընկերներից մեկի հետ եմ խոսում, ասում եմ ոնց է, ասում եմ ինչ որ տեղաշարժ կա աշխատանքի բերումով, սա մի տարի կլինի էլի, ոնց է, որ այդտեղ չեմ
հեշտացել է աշխատանք լինում է գտնել, չի լինում գտնել, ասում է Լիան ջան, ասում է հակառակը դժվարացել է, ասում եմ ինչի հետ է կապված, ու հետո ես էլ հիշեցի, ասում է Լիան մոռացել ես, ասում է մոտավորապես 20,000 մարդ դուրս է մնացել, ոնց որ թե մեր շրջանում, ասում է այդ մարդիկ գործ չունեն, բոլորը գործ են ման գալիս, բնականաբար ավելի դժվար է հիմա աշխատանք գտնելը, եթե գիտեք Բելգիան եվրոպական երկրներից, շատ եվրոպական երկրներից, օրինակ Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, ինչի էին շատ գալիս Բելգիա, որովհետև Բելգիան հնարավորությունների երկիր էր, Բելգիայում կարաս հագաս ու պետությունից գումար ստանաս, ոնց էր ստացվում, մարդը, ասենք թե եկել է, չէ, չգիտեմ, Իտալիայից, Իսպանիայից եկել է, Իտալիայում, Իսպանիայում անդադ չեն տալիս նպաստ, չաշխատելու համար նպաստ չեն տալիս, մենք մոտ կա չաշխատելու նպաստ և կա նաև CPAS, այսինքն որ գումար չունի, եկամուտ չունի, ինքը գնում է այդ CPAS-ին ու դիմում է, իրանք տալիս են այդ նվազագույն շեմը, ամեն մարդ պետք է ստանա նվազագույն աշխատավարձ պետք է ունենա ու օրինակ այդ գումարը իրանք կարող են ստանալ անընդհատ, ոնց է տեղի ունենում, երկար ժամանակ պետք է օրինակ ապացուցեն, աշխատանքի գործակալություն են գնում, ապացուցում են, որ իրենք գործ են փնտրում, սև են ուղարկել են այստեղ այնտեղ եւ այլն գործը փնտրում են, բայց աշխատանք դեռ չեն գտել ու տենց իրանք շատ երկար կարողանում են մնան պետությունից գումար ստանան, դա կարա լինի ամբողջ կյանքի 10 մարդիկ կան 10-20 տարով մնում են ցանցած գումար են ստանում, այս տարի դա դադարեցվել է, 20,000 հոգի շոմաժից դուրս է մնում, շոմաժից այնտեղ բավականին մարդիկ այլ գումար ոնց որ չեն ստանալու, դա բավականին լուրջ հարց է, որովհետև այդ մարդիկ բոլորը հիմա աշխատանք են փնտրում, իսկ աշխատանքը առանց էտել այնպես չէր, որ բոլորին բավականացնում էր։ Մոմ 2 տարի կարող ես ստանալ գումար, 2 տարի հետո քեզ ավտոմատ կտրում են այդ գումարից ու դու պետքա գնաս մնում ես անգումար, բառիս բուն իմաստով ու պետքա գնաս աշխատես, ինչ աշխատանք որ լինի, փորձես գտնես, հակառակ դեպքում էլ չես կարող տեղ ապրել։ Իսկ այն ժամանակ CPAS-ից ասենք ինչ որ գործ էին գտնում, մի տարի ենթադրենք մաքրության ոլորտում, ինչ-որ մի ոլորտում աշխատանք էին գտնում, աշխատում էին մի տարի հետո անցնում էին բաններ, մուտուալներ, ոնց որ գործազուրկների տեղներից էին գումար ստանում, հետո այդ գործազուրկների տեղից փոխվում էր, այդպես գնում էին CPAS, բայց եթե չեմ սխալվում, Ֆրանսիան էլ է ժամանակ կապը, չեմ հիշում Ֆրանսիայինը ոնց էր, բայց օրինակ Հոլանդիան էլ էլի բան չի, էլի այտենց ուր հավիտենական չեն տալի, Հոլանդիան եթե չեմ սխալվում, եթե դու գործ չես գտնում էլի 2 տարի հետո, իրանք արդեն քեզ ուղարկում են ըստ իրենց հայեցողացան, որտեղ որ գործ կգտնի, կարող է կանաչապատման ոլորտում լինի, կարող եք ինձ հուշել, մի ժամանակ այդպես էր, դե այս տարի այտենց կարող է փոփոխություններ են եղել, բայց Հոլանդիան էլ նենց չէր, որ օրինակ մարդ կա Բելգիայում կարող ասի, ես չգիտեմ, իմ մասնագիտությամբ նախարար եմ, եկել եմ, որ նախարարի գործ եմ փնտրում ու չեմ գտնում, ու տենց ինքը կարող անընդհատ ցույց տա, որ ինքը փնտրում ու չի գտնում։ Իսկ Հոլանդիայում ոնց էր, 2 տարի քեզ ժամանակ են տալիս այդ նախարարի գործը գտնես, եթե չես գտնում, արդեն որտեղ որ իրանք գործ կունենան, օրինակ կանաչապատում կարող է լինի, չգիտեմ, որտեղ պետական ինչ-որ գործ, որ իրանք այդ ոլորտում մասնագետ է, մարդ է պետք որ աշխատի, իրանք քեզ կտանեն արդեն այդ ոլորտում, որ դու աշխատես, մասնագիտանաս, եթե պետք է լավ որ սովորես, կսովորես, աշխատես։ Իտալիան, եթե չեմ սխալվում, 8 ամիս էր տալիս, թե 6 ամիս էր տալիս այդ նպաստը անաշխատունակության էլի ու հետո պետքա մարդիկ գտնեն աշխատանք, չէ, չես կարող գումար չունես։ Իսպանիան ևս էլի, դրա համար մարդիկ շատերը օրինակ տեղափոխվում էին Բելգիա, գալիս էին Բելգիա, որ այդ նպաստից օգտվեն։ Սակայն Բելգիան ևս հանել է ու էլ այսի հետ չի տալու նպաստ,
այս ավտոբուսը գնաց փոշի արեց սա։ Հետաքրքիր մի հատ օրենք են մցրել 2000, լավ եկեք խոսենք, սենց զրուցենք մինչև Ալեքսը գա։ 2026 թվականից փոփոխությունների ինչում է ինձ նաև զարմացնում են բելգիական օրենքները։ Ենթադրենք, օրինակ, մարդը ունի տուն, ուզում է իր տունը նվիրի իր երեխային կամ իր թոռանը, չէ՞։ Բայց եթե նվիրատվությունը արեց ու 3 տարվա մեջ ինքը մահացավ, ապա իր երեխան կամ իր թոռը պետքա վճարի պետությանը հարկ, եկամտահարկ պետքա վճարի, որովհետև դա կհաշվի, որ ոնց որ եկամուտ է էլի ստացել, բայց եթե փառք Աստծո այդ մարդը չմահանա 3 տարվա ընթացքում, դե բնականաբար ոչինչ հարկավոր չի վճարել լինելու պետությանը, մի քիչ սենց իմ համար աբսուրդ բան է այդ օրենքը, որովհետև սենց թենենց այդ մարդը իր ունեցածի համար, ասենք թե աշխատելա տուն է ստեղծել, այդ տունը ստեղծելուց ինքը չէ որ հարկեր վճարելա, տարեկան հարկեր ու հիմա էլ ինքը իր տունը ուզում է իր երեխուն նվիրի, իր կտակի նվիրատվություն անի իր երեխուն, բայց չէ ու մարդ ես Աստված չանի, նվիրատվություն արեց, մի տարի հետո Աստված չանի, մահացավ այդ մարդը, բայց չէ, պիտի ուրեմն երեխեն այդ ունեցածի համար, այդ տված ժառանգության համար պետությանը հարկ վճարի, ավտոբուսս եկավ։ Օրեր, հետո ոնց անցավ, խաղացել ես շատ։ Քիչ էր, 10:35. 10:35 you go? And when you finish? No, normally now we go 10:30 and we finish at 38:0. 38:38. Is դու կլինի այդ կեղտերը չհավաքես? Հեն? I forgot some. Զգուշ այդ մոտոն։ Մինչև Ալեքսի իր քարերը կհավաքի այնտեղից, որ կա ընկերներ, մի հատ նորություն էլ ասեմ, էլի Բելգիայի հետ կապված։ Այսօր հա օրենքների, ոնց որ փոփոխությունների օր է ոնց որ թե մեր մոտ լինում։ Վերջին լուրերով դեռ 100% չի դա, մինչև մարտ ամիսը ժամանակ ունեն, բայց փոքր բիզնեսները, ովքեր որ օրինակ French fries, չէ, ապոխտ է, այսինքն ուտելիքները, որ կարող ես գնալ պիցան, հետդ տանել ինչ-որ մի տեղ, նաև խաղալու տեղերը, թեմատիկ օրինակ պարկ, ուզում ես գնաս ինչ-որ թեմատիկ պարկ, հարկերը, թաքսերը, դրանց թաքսերը բարձրացնում են, կրկնապատկում են, այսինքն դա նշանակում է, որ այդ մարդիկ էլ պետքա տոմսերի գումարը բարձրացնեն, օրինակ երախու ծնունդին միշտ տանում ենք, չէ, ինչ-որ թեմատիկ պարկ, դրանց Բելգիայում չենք տանում, բայց դե 6%-ից այդ դրանց հարկերը կբարձրանա 12%, հիմա ինչն է հետաքրքիր էլի, մտածում են ուտելիքի առումով, օրինակ, այն ուտելիքը, որը ապոխտ է, այսինքն French fries-ը, որը օրինակ, տեղում պատրաստում են, լսում ենք բլոգի մեջ, դու վերցնում գնում ես, այդ French fries-ը կբարձրանա 6%-ից 12%, իսկ այն French fries-ը, որը որ կիսապատրաստի է, որը որ կլինի 1-2 լինում է պահել, դրանց թաքսերը հարկերը չի բարձրանա, պոլուֆաբրիկատները, այսինքն ավելի կմնան նույն գինը, բայց այն թարմ ուտելիքների գինը, որը պետք է առնես տանես, կբարձրանա։ Հիմա քննարկումներ են անում, համ որպեսզի այդ ընկերությունները ժամանակ ունենան իրանց հաշվարկները անեն, մարտից են մտածում, որ դա կգործի, համ էլ հələ որ քննարկումներ են անում, տեսնեն, որովհետև մի քիչ բան է, այս ուտելիքը պիտի բարձրանա, թե որ ուտելիքի վրա պետքա իրականում բարձրանա, դեռ համաձայնության չեն եկել 100%, դրա համար
տենց 100% չեն կարող ասել։ Հաջանի, ես ինչ վերաբերվում է ուտելիքին եւ խաղա այդ թեմատիկ պարկերին, որ կբարձրանան թաքսերը, հետաքրքիր է, որ էլեկտրաէներգիայի գինը պետք է իջնի։ Հաջանի, բալես, մի վարքան սպասում հատ վիդեոս նկարեմ, ինչ են նախատեսել, էլեկտրաէներգիայի գինը պետք է իջնի, գազի գինը բարձրանա եւ այն տները, որոնք որ օքեյ, բալես։ Եվ այն տները, որոնք որ մազութով են, գիտեք, Բելգիայում կան տներ, հին տներն են հիմնականում, որոնք որ մազութով են տաքացվում, այդ մազութը պետքա ըստ տարիների վերացնեն։ Հիմա այլևս ասում են, որ նոր տներին չեն թույլատրելու մազութ տեղադրել, պետք է ընտրեն կամ գազ կամ էլեկտրաէներգիա ջեռուցման համար ու ամեն տարի այդպես կկրճատվի, մինչև վերանորոգվող տներին էլ արդեն ոնց որ չեն թույլատրի, կհասնեն այն կետին, մինչև կան հին տներ, որտեղ որ օրինակ գազի հնարավորություն չունի, որ այդ շենքը օրինակ մոտակայքում գազ չի անցնում, մենակ այդ տները առայժմ կմնան, խոսքը բայց հասնելու է այն բանին են ուզում բերեն, որ ըստ տարիների քչացնեն կամ ընդհանրապես հանեն մազութի կիրառումը, էլի փոփոխություններ կային։ Ինչպես հին ու բարի ժամանակները, այսօրվա ընթրիքը միասին ենք պատրաստելու, թե ինչքան համեղ ընթրիք ենք պատրաստելու, հիմա կտեսնենք, բայց ինչքան հեշտ։ Սպագետի ենք պատրաստելու, ինձ թվում է սպագետի պատրաստելու տարբերակը բոլորիդ ծանոթ է, բայց ամեն դեպքում ինձ մի հատ թեթևակի կասեմ։ Անպայման սպագետին պետք է եփել al dente, այսինքն շատ պետք չի եփել, դա շատ կարևոր է։ Էմիրություններում մի աղջկա հանդիպեցի, ոնց որ հարևանությամբ էր ապրում, ազգությամբ, չեմ հիշում որտեղից է, ռուսերեն էինք խոսում միասին, ռուսերեն էինք շփվում, հարցնում էր որտեղ ենք ապրում եւ այլն, ասեց ընկերուհիս վերջերս ճամփորդել է, Իտալիայում ուտելիքը բացարձակ չհավանեց, ասում ինչի իտալական խոհանոցը ամենահամեղ խոհանոցն է, ասեց միտեղ պաստա էին պատվիրել, սպագետի, ասեց հում էին բերել, ասեցի հում չի, իրենք այդպես են, ոնց որ al dente պետք է լինի, էլի կիսա խաշ պետք է լինի, տենց նա ճիշտ, բոլոր պաստաների վրա գիտեք, թե ինչքան է հարկավոր եփել, այստեղ գրած է լինում, մերը 8 րոպե, անպայման նայում եմ, ինչ ֆիրմա որ լինի, ջրի մեջ ավելացնում եմ աղ, ջուրը արդեն եռում է, և մոտավորապես 1 ճաշի գտալս որ բան չանեմ, գիտեմ էլի, 1 ճաշի գտալ, օպաս, բուսայուղ, որից հետո ավելացնում ենք մեր պաստան, եթե բուձիլնիկ ունենք, բուձիլնիկ ենք միացնում, որ 8 րոպեն հանկարծ չանցնի, եթե չունենք, խոհանոցային բուձիլնիկներ էլ են լինում, Բելգիայում դրանցից եմ օգտագործում, որովհետև մարդ է սպայտակ ուրիշ գործ կարող ես անել և մոռանալ, եկեք ես ավելացնեմ, պատրաստեմ, որ վաղը Ալեքսը դպրոցել հետը տանի, ինքը սիրում է սպագետի, իսկ այս սպագետին յուրահատուկ սպագետի է լինում, հատկապես հեսա շուտով պահքի սեզոնն է մոտենում, իսկ այս սպագետին հիանալի տարբերակ է, իհարկե սպագետին հարկավոր է նայել, որպեսզի ձու չպարունակի, տենց ինչ-որ պաստայա պետք գնել, բայց մնացածը հիանալի կլինի նաև պահքի շրջանում։ Ես արդեն փափկել է, զգուշությամբ, ամբողջությամբ կտեղավորեմ այստեղ։ Ես 8 րոպե չեմ սպասում, սպագետին արդեն հանել եմ կրակից, ուղղակի ինքը հենց ոնց որ խորասուզվեց մեջը, մի անգամից հանեցի, որովհետև ջրի մեջ եմ թողել, մի երկու գործողություն ունեմ անելու, այդ գործողությունները անեմ, որ հանկարծ շատ չփափկի։ Ինձ հարկավոր է հնդկական ընկույզ, մոտավորապես մի հատ լավ սենց մեծ ձեռքից ափի չափ կվերցնեմ, շատ արագ ֆիրման ջուրը լցնում եմ ու թափեմ, որ համոզվածում եմ մաքուր է վերջը, թափում եմ արդեն ու
Սա մի հատ արագ փորում եմ։ Այստեղ նախապատրաստել եմ սոխ, սխտոր, հարկավոր է լինելու համեմունքներից սև պղպեղը հարկավոր լինելու, ձիթայուղ բնականաբար ինձ հարկավոր կլինի և կանաչի, եթե ունեք օրեգանո կամ մեկ այլ տեսակի կանաչի, այստեղ ես ունեմ Ալեքսանդր և պարոն Ջեյմս, ինչպես եք։ Եթե Ալեքսանդր ունեք տանը, սոխը հարկավոր է պահել Ալեքսից, լավադադին քենդի է բերել, թե չէ սոխից կեսը կերել է։ Լավ արել։ Բարև կյանք, բարև։ Չես նոր եկավ աշխատանքից։ Եվ այսպես, ավոկադո, 2 հասած լավ ավոկադո ունեմ ընկերներ, կարող եմ ավոկադոն արդեն տեղափոխել, այս հարիչի մեջ եմ ավելացնում։ Ընկույզը ևս պատրաստ է, սա էլ եմ ավելացնում։ Ավելացնում եմ մի փոքր սպագետի ջրից, բայց քիչ եմ ավելացնում, որպեսզի ամանը հանկարծ չճաքի, քանի որ պլաստիկ է այս ամանը, ապակուց աման չի, եթե ապակի լինի չի ճաքի բնականաբար, դրա համար զգուշությամբ է քիչ հարկավոր լցնել։ Այստեղ ես գազը միացրի, առանձին սոխը պետք է տապակեմ, մինչև սա կլինի, այսքանը հերիք է, ձիթայուղը։ Սոխը հիմա կավելացնեմ, թող տապակվի, հետո սխտորը կավելացնեմ սոխից հետո։ Վերջ, սա պատրաստ է, սենց դնեմ։ Ավելացնում ենք սխտորը և սև պղպեղը, շատ կծու է, շատ չեմ ավելացնում սև պղպեղը, բնականաբար ավելացնում եմ ավոկադոն, ամբողջությամբ, առնում ենք ու մատուցում, ընկերներ, և անպայման ավելացնում ենք կիտրոնի հյութ և կանաչի։ Պաստան մեզ մոտ պատրաստ է, հիմա փորձում ենք։ Կանաչին անպայման կավելացնեք, ես չունեի, չեմ ավելացնում, բայց իհարկե ափսոս։ Հագեցնող է, գիտեք, և հնդկական ընկույզը, և ավոկադոն լավ կալորիաներ պարունակող սնունդ է, ամբողջական ընթրիք կարա լինի։